Բարեկամներ, իմ հարազատներ, 14-րդ դարի սկզբից սկսած Հայաստանի պայքարը եղել է միայն իր հավատի համար։ Այդ հավատն է, որ պահել է Հայաստանին, եւ այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ մենք հայ ենք։ Հայի հավատը սրով է խոցված, կրակով է կոփված ու խաչված։ Հայի հավատը արյան շաղախ, երբեք չապրած կյանքով խաղաղ։ Հայի հավատը զանգի ղողանջ, նախտիների նզով կուն կանջ։ Հայի հավատը այրված ցորեն ու ամեն հատիկի հետ ծլած նորեն։ Հայի հավատը սրիտ են վահան, հողին մեր սուրբ ու տանը մեր, օջախին մեր պահապան։ Գերել են մեզ, թալանել ու սպանել, քանդել են մեր տունը, երկիրն ավերել, ցրել են մեզ աշխարհով մեկ, որ հայանունը չլինել երբեք։ Բայց մենք ծնվել ենք զանգի ղողանջից, հայկի, նոյի ու մերի կանչից, հավատ ենք ըմպել կատի հետ մեր մոր, տղամարդ դարձել խրատով մեր հոր։ Ու քանի դեռ կան մեր վանկն ու խաչը, քանի մեզ հետ է մեր տիրոջ աչը, ցանելու ենք մենք հույսի մեր արտը, ոչինչ չի խախտի հայի հավատը։ Ոչինչ չի խախտի։ Որովհետև այսօր մենք ունենք հայ հավատի այնպիսի հզոր պաշտպան, ինչպիսին մեր Սամվել Կարապետյանն է։ Եվ այդ հավատով է, որ հիշենք մեր եռագույն սրբությունը, հիշենք այս երեկը և հունիսի 7-ին բոլորս ձայնը տալիս ենք երեկին, տալիս ենք իմ սիրելիներ, Սամվել Կարապետյանին նվիրված ես բավականին մեծ բանաստեղծություն ունեմ գրած, դրա համար թույլ տվեք վերջին մի վերջաբանը կարդամ։ Այսօր Սամվելը 60 տարեկան, իր 60 տարվա գործով ու փորձով պաշտպան է եղել հայ աշխատանքին, հայ աշխարհին, հայ եկեղեցուն, հայոց հավատին, հայ ռանչպարին ու հողագործին, հայոց բանակին ու հայ դպրոցին, որ վերածնվի հայոց գորղոքին, որ Հայաստանը դառնա սուրբ օրրան, որ աշխարհասփյուր բոլոր հայերը առաջվա նման իրենց հայը զգան ու առաջվապես աշխարհին ասեն ու հպարտանան, որ իրենք հայ են։ Երազ չեն սրանք և ոչ էլ պատրանք, այս նվիրական դժվար աշխատանք, որ ու համբերություն ու տքնանք ու ջանք, որ կանի հայոց հույսի ասպետը, մեր ընտրյալը նոր վարչապետը, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Շնորհակալ եմ, բոլորիս հաջողություն։